Բարև, հազար բարի, ժողովուրդ ջան։ Ուրեմն ես երեկ ամսի 14-ին, օգոստոսի 14-ին, 2026 թվականին, Հայաստանից վերադարձա Ռուսաստան նորից, Կրասնոդար։ Ժողովուրդ ջան, Հայաստանում էի ահագին բաներ տեսա։ Ուրեմն Էջմիածնում քանի հատ վանք ունենք, լրիվ վանքերը գնացել ենք։ Ինձ ամենաշատը դուր եկավ Հռիփսիմեն շատ ընտիր հոգեհարազատ հային։ Մեր մայրաթորը, ժողովուրդ ջան, ես իմ տեղն եմ ասում, ես ուրիշների հետ գործ չունեմ, ով ինչ է մտածում։ Նույնիսկ իմ թորնիկը ինձ ռուսերեն բառերով գիտեք ինչ ասեց, լավ իմանալով, որ մենք Հայաստանի Էջմիածնի մայր տաճարում ենք, սենց հարավ, պապիկ, это персидский храм։ Հասկանում եք, նայելով են նոր արած այդ բանա, ռեմոնտ ասեմ, ինչ ասեմ, են վերի մասերը մանավանդ, ասենք ուշադրություն եմ դարձրել 4 մետր բարձրության տակի կողմերը ներքևից պլինտուսից 4 մետր բարձրության դերև ուղղակի բեժովի կրասկայա, լավ կլիներ լրիվը վերևն էլ ոնց որ պարսկական, թուրքական գորգեր նկարած։ Ես չգիտեմ, էտովա դա մտածել, էդ ինչ են արել մուգ գույներով, հենց ժողովուրդ ջան, հայկական ոչ մի բան չկար։ Մեր բանը մայրաթորը այդ ռեմոնտը կարող է ես լավ չեմ հասկանում, բայց իմ կարծիքով իմ հոգին չընդունեց, բայց օրինակ են Սուրբ Հռիփսիմեն Էջմիածնում գնացինք, ամարդ ես ընդեի չի ուզում դուրս գամ, մեջը ինչ վիճակ էր, իսկական հայկական, պատերից հետ, պոլերից հետ, են պատվալային հարկը, որտեղ դամբարանն է Սուրբ Հռիփսիմեի, մի խոսքով, ինչ ասեմ ժողովուրդ ջան, շատ լավ դեր, հասկանում եմ մայրաթորի տարածքը, լավ մաքուր, բան, խնամվում է, բան, դեսդեն, երևում է, զգացում է, ամեն ինչը մաքուր, մեկ էլ են գետնի տակ, որ սերի մրամրով բան կար, ընտեղ ես չհասկացա դա ինչ որ նոր տիպի, ինչ որ ոնց որ բապտիստական խրամ լիներ, ինչ լիներ, ընտեղ մի տեսակ աուրան, այն չէր, ես նրանից էլ բան չհասկացա, այն որ երեխանց կնքում են բան, տեը ոչինչ հայկական ստիլ էր, ամեն ինչը հայկականին նման էր, բայց ափսոս, մեր այդ մայրաթորը այդ ռեմոնտը չի սազում, չէր սազում, դա մայրաթորը պղծացա, մեջը վավշե հայկական ոչ մի բան չկար, ոչ մի բան, իրականում, ես իմ կարծիքն եմ ասում, ժողովուրդ ջան, հանկարծ չլինի ինչ-որ մեկը ինձ ինչ-որ բան, ես իմ կարծիքն եմ ասում, ես ինքս սաղ կյանքս են ռեմոնտանող եմ եղել, լավ ռեմոնտներ էլի, որ այն ժամանակները ասում էինք թոզլամա, ձեռով նկարում էինք բան, ես ինքս այդ գործերը արել եմ էլի երիտասարդ վաղ, 13 տարեկանից, ինչ ճանաչողները հիմա կլսեն ու կծիծաղեն, դպրոցի ժամանակից ես այդ գործին եմ, ինձ դուր չեկավ, դե հայկական ես ոչ մի բան չտեսա, չգիտեմ, այն ամենավերևը ինչ որ մարդկանց գլուխներա նկարած թևերով, էդի հայկական այդպես բան գոյություն ունի, այն ամենավերևը, գլուխներա նկարած ինչ որ երեք հատ ճուղ թևեր ավր են տարբեր ուղղությունների վրա, ես չհասկացա դրա հայկականը որն է, ժողովուրդ ջան, ամենակարևորը, ուրեմն 15 օրվա մեջ ես 2 անգամ Լարսով անցել եմ, Հայաստան 15 օրվա մեջ 2 անգամ եկել եմ, գիտեք, 2 անգամ ետ տարել, ուրեմն ես երեք, որ ամսի 14-ին հետ եմ դարել, ինձ գրում են, բա դու այդ ոնց հետ գնացիր, Լարսը ասում են փակա, Լարսը սենց է, հայերի հանդեպ սենց ինչ որ տրամադրություն կա բան, ժողովուրդ ջան, դե դուք գիտեք,
Ես ճիշտ խոսող մարդ եմ, ոնց ճիշտնա նենց էլ ասում եմ։ Հա։ Ուրեմն եկել ենք Լարսը։ Հա, մի քիչ օչեր է դեր Վրաստանից Ռուսաստան մտնելու ժամանակ։ Հա, բայց շատ արագ բաց էին թողնում։ Նեյտրալ կեն լիքներ։ Թե որ ասում են Վլադիկավկազից մինչև բանը ինչա Լարսի անցակետը թե ինչ որ հեղեղայեղ է կամ եսիմ գետնավարար է կամ եսիմ ինչ ա եղե ինչ չի եղե մենք ոչ մի բան չենք տեսե թոզը ասենց այն որ ասма ծուլեր լինում ոչ միտեղ ոչ մի բան չենք տեսե եկել ենք սովորական անցել ենք որ ասում են հայերի հանդեպ ինչ որ արդեն վատ են տրամադրված ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ ես նման բան չեմ տեսե որ ասում են հայկական ֆուրերը բանը տենց դրանց հանդեպ ուրեմն ամեն երկրորդ ֆուրը հայկական է ես ձեզ ասեմ եթե 10 հատ մարդատար մեքենա են բաց թողում, ուրեմն ֆուրերը երևի բիզնես է, չէ՞ դե։ Բիզնեսի համար հատուկ ինձ թվում է թե ինձ թվում է։ Բիզնեսի համար հատուկ ծրագիր է, որ այդ մաշնեքին մանավանդ ամառ օրա զադերժկա բան չլինի։ Ուրեմն ես անցակետի մասին եմ ասում։ Եթե ինչ որ տեղեր են կանգնած են ֆուրեր, բան չգիտեմ, դա կարող է վարորդները հանգստանում են անցակետում 10 հատ մարդատար մեքենա են բաց թողում, ուրեմն մեկ էլ կայնում ենք, սպասում, ասենք մի քիչ ժամ, որ նորից մի 10 հատ, 15 հատ բաց թողեն, բայց ֆուրերը, ժողովուրդ ջան, առանց կանգառի, հայկականա, թուրքականա, վրացականա, ինչականա, առանց կանգառի Ես չեմ տեսել, որ ընդդեմ մի հայ ֆուրի, հայկական ֆուրի, ուշադրություն դարձրել եմ, էլի իհարկե, տենամ լավ վիճակը ոնց է։ Ասես մեխած գնամ գալիս են, թե այն կողմից, թե այս կողմից։ Առանց կանգառի, արագ բաց են թողում։ Ես ուրիշ բաների մասին չեմ ասում, ես ռուսական անցակետի մասին եմ ասում։ Հա, ոչ մի այնց ինչ որ քաղաքական, եսիմինչ, ոչ մի բան չկա։ Հա, հայկական համարներով ես եկել եմ իմ մեքենայով, եկել եմ միջև Կրասնոդար, ինձ նույնիսկ այն պոստերում չեն կայնացրել, որտեղ պարտադիր կայնացնում են, ուղարկում ընդե մտնում ես այն վագոնների մեջ բան, նույնիսկ ինձ ըտե չեն կայնացրել։ Հա Միտեղ կայնացրել են Վլադիկավկազում հատ երիտասարդեր, հա 100 ռուբլի, ժողովուրդ ջան, 100 ռուբլին ինչքան է դրամով։ Ես նույնիսկ գիտեմ 100 ռուբլին 400 դրամ, հա, էլի, հա 400 դրամ այնքան ուրախացավ, այնքան ինձ օրհնեց, մարդը երևի այդ օրը փող չեր աշխատել։ Ես նույնիսկ փաստաթուղթ չեմ իրան ներկայացրել։ Ուղղակի 100 ռուբլի ձեռն եմ տվել, բարևել եւ վերջ։ Մնացած ոչ մի տեղ, ոչ կանգնացնել, հանգիստ եկել եմ հասել մեր տուն։ Մի խոսքով, ես ոչ մի տեղ ընդեղ ոչ տեսել եմ փլված տեղ, ասում են քարերա թափել, դրա համար են փակել ես։ Ոչ մի նման բան ոչ մի տեղ չեն։ Կարող է քաղաքական ինչ որ բանով, ինչ որ ժամանակ փակել են, բայց մենք եկել ենք ախպեր, բաց, ամեն տեղ մաքուր, ամեն ինչ նորմալ տեղը տեղին, ոչ մի բան էլ չեմ փակել։ Այսօր ամսի 15-ին Հիմա ինձ 100 հոգի արդեն գրել է, որ բալարսը փակա, դուք այդ ոնց եք անցել, սենց, հա, հիմա ես ամսի 15-ին իմ ծանոթներիցը տեսա, նորից Լարսով անցնում են, ընդհանրապես հերթ չկա, երեք ես որ եկել եմ մի քիչ հերթ ա եղել, այսօր вообще հերթ չկա, ամսի 15-ն է այսօր, օգոստոսի եկել, անցել է ոչ մի բան, բայց հայկական մամուլում դրածա, որ սենցա, նենցա, ես իմ ժողովուրդ ջան չգիտեմ, կարող է սրանի մի 10 տարվա առաջվա MЧS-ի ինչ որ բան են տեղադրում մարդկանց լարելու համար, չգիտեմ դա ինչի համար է կատարում, իրականությունը էս է, հանգիստ ֆուրեքը, S1-ը, M1-ը, ոչ մեկը չի կանգնում, կրկնում եմ, ֆուրեքը ընդհանրապես չեն կանգնում, եկածը թռած անցնում է, մարդատարից արագ, այդքան արագ ձևակերպում են, թղթերը մտածը անցնում է, անընդհատ մտնում են, մենք մարդատարներով հերթ են կանգնած, նրանցը անհերթ, այսենց թռած մտնում են, թռած դուրս գալի, այդ ինձ վիճակը,
Դե ժողովուրդ ջան, մնացածը ամեն ինչ դուք գիտեք, մենք հաստե Կրասնոդարը մենք, հա անընդհատ բանա գալի, որ ինչ որ բան կա, բայց դե մեզանից հեռու է, թե ինչա կատարվում Աստված գիտի, մենք սովորական եսի մեր նույն կյանքով մարդիկ ապրում են, ոնց ապրել են 10 տարի առաջ, 20 տարի առաջ, հենց ինչ որ լարվածություն, բան, ասենք, ստե արդեն տղերքին, բանին, սաղին, զան, ոչ մի բան, ասում ոնց էլ անեցել, մնում հայերի հանդեպ ոչ մի հատ նենց լարվածություն, բան, գոյություն չունի, թե լինելու է հետագայում չգիտեմ, այսօր հլա, ասենք, նենց վտանգավոր բան, նենց չկա, որ բանանեք, նեղվեք, ասենք, ձեր բարեկամների, ես գիտեմ, ամեն մի հայի Ռուսաստանում բարեկամ ունի, Առայժմ մնես ոչ մի անհանգստանալու բան չկա, թե հետո լինելու է քաղաքական հարցերի պատճառով բան հնարավոր է, ես ամեն բան, Արսենը ես սկսում եմ նորից զգուշանալ, ամեն բան չասեմ, այս իշխանությունների ժամանակ ամեն բան հնարավոր է, բայց առայժմ հլա հանգիստ է, ժողովուրդ ջան, հետո ես այդ 10 օր, որ Հայաստանում էի, ես այդ 10 օրում Ես ինչ եմ զգացել եմ, որ Հայաստանում համար մեկ, որ կատարվել է ու շարունակում է կատարվել, իրականում ես դա նկատել եմ, դա անվտանգությունն է, իրականում Հայաստանում անվտանգությունը շատ բարձր մակարդակի վրա է, ես նույնիսկ դաժե գիշերը մթնով գնում էի Բյուրեղավան, տիկնոջս հետ, Դիլիջանի կենտրոնում բաներ են, ինչ են ասում, ռեյդեր, ես առաջ անգամ տեսա, որ հայ, ասենք, ոստիկաններ էին, պարեկներ էին, ած աշխատակիցներ էին, սենց ասենք մի 25 հոգի, ռեյդեր, ամբողջ մաշինները բոլորի սաղ ստուգում էին, ինձ էլ կանգնացրին, ես բանը պատուհանը իջացրի, ինձ մոտեցավ, ասի, բարև Հարազատ ջան, ինչա կատարը, թե սենց երեսից նայեց խնդաց, Հարազատ ջան ասեց դու շարժվի, քեզ ստուգելու կարիք չկա, դու շարժվի, բայց մի 10 հատ մաշնա կանգնցրած, բագաժնիկները, բան, սաղ քանդում էին, ես հաջորդ օրը լսեցի, որ Հայաստանում շատ տեղերում ա եղել ու 150 հոգի ա ինչա զենքի, որին ինչի պատճառով արդեն ձերբակալել են բան, դա հենց անվտանգությունը դա է ժողովուրդ ջան, անվտանգությունը, երկրի անվտանգությունը նա չի, որ միայն, ասենք, արտաքին թշնամուց է, գալի, արտաքին թշնամուց լինում է մի անգամ պատերազմ եւ պատերազմի դադար, պատերազմի վերջ, արտաքին թշնամուց անվտանգությունը ամենօրյա չի, բայց ներքինում անվտանգությունը ամեն քայլափոխ է, ես տեսա, որ մեր երկրում իրականում անվտանգությունը աշխատում է, շատ ոլորտներ կա, որ, ասենք, այդ ոլորտները շատ թերի են աշխատում, բան դեզդեն, բայց անվտանգությունը իրականում մեր երկրում երևի հենց առաջի տեղում է, ասենք, ինչը չեմ ասի, այն երկիրը, որտեղ ես ապրում եմ, էլի, ասենք, նման կերպ չի, ստե մի քիչ ուրիշ ձև է, այդ ներքին անվտանգության հարցերը մի քիչ ուրիշ ձև է, մեր մոտ անվտանգությունը աշխատում է իշա ժողովրդի իրականում, դե ես իմ տեսածն եմ ասում, ինչը այդ մի 10 օրվա մեջ ես տեսել եմ, իշա ժողովրդի, որ ժողովուրդը ապրեն անվտանգ, ստեղ, ասենք, այդ անվտանգությունը մի ուրիշ ձև են կանխարգելում, չասեմ ինչ ձև, բայց մի ուրիշ ձև, եմ որ ասում են, Հայաստան ոնց են ասում, անչափ, անհամեմատ ուշ, թե ինչ կիրառում բան չէ, ստեղ մի ուրիշ ձև է, մի խոսքով, ստեի հետ համեմատություն չեմ անում, Հայաստանի համար եմ ասում, Հայաստանում, ինչ որ ոլորտներ կա, որ, ասենք, լավ չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում, բաներ կա, որ ասենց քեֆս գալիս է, ասենք, փաստաթղթերի հարցեր կա, դու այդ պետական ոլորտներում էլի, ասենք, կադաստրային, մեքենաների, արգելվաճառ, բան, ժողովուրդ ջան, իրականում ընտիր են անում, քաշքշուկներ չկա, բան չկա,
ասեց պրոֆեսիոնալ Ես ես արանքումը, որ եկել եմ մի քանի հատ տեղ գործարքներ, եմ պրոֆեսիոնալ, մարդու լրիվ գործարքը մաքրում են 5 րոպեվա մեջ ու գործարքը անում տալի մարդուն, ստե տինչ չի, ստե կարող է գործարքը անեն կիսատ պրատ ու մեկե տարիներով քեզ քաշտան, վրետ հավելորդ գույքի հարկեր գա, եսի մինչեր գա, որ դու չգիտես ինչ է համար, Հայաստանում մի անգամից լրիվ փակում են և վերջ, ու դա ճիշտ է, բաներ կա, որ դուրս եկել է, քեֆս բերել է Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան, կրկնում եմ, հայերին, հայ ազգին, այսօրվա դրությամբ, այս ասենք, տեղաշարժվելու, լարսով, այս մի բանով, Ռուսաստան մտնելուց, դուրս գալուց, անվտանգա ոչ մի բան, միջ այսօր մարդկանց չի սպասվում, ես ասում եմ 15 օրվա մեջ 2 անգամ գնացել եմ, եկել եմ, ոչ մեկը ինձ չի ասել, դու հայ ես, կամ սենց, կամ նենց, ես սուտ բաները չեմ սիրում։ Հա կարող է մի հատ նենց գայիշնիկի ռաստկասը մի սուտի բանի համար քեզ քաշքշի ենքան քաշքշի, որ շատ փող պոկի բան, բայց դա ասենք պետության հետ կապ չունեցող բաներ է, էլի ասենք, նա ուղղակի լավ մարդ չի, քխա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, սենց բաներ, ինչ ասեմ, լավ եղեք, լավ օր եմ ցանկանում ձեզ, շատ բաներ խոսանք, երեք գիշերն եմ տեղ հասել, հելել եմ, առավոտ հելել եմ, գլուխս մի քիչ օյաղացել է, ասի մի քիչ ժողովրդի հետ խոսամ, որ տենան ողջ առողջ ենք, ոչ մեկ մեզ չի սպանե, ոչ ոք մեզ չի թույնե, ոչ ոք մեր մեքենան չի արգրավե, ոչ ոք չի ասե բա դու հայկական համարով իրավունք չունես քշես, չկա նման բան, ամեն ինչը ոնց եղել է 5 տարի առաջ, 10 տարի առաջ նույն ձևել ընթանում է։ Հլա կարող է հետո վատանա, ես դրա համար գարանտիա չեմ տալի, բայց հիմա դեռ նորմալ վիճակում է։ Ես ամենակարևոր խորհուրդը մեր ապագա սերունդին, ով ապրում է օտար երկրում, ապագա սերունդին, հանեք և տարեք Հայաստան։ Թողեք այդ երիտասարդները Հայաստանը զարգացնեն։ Հայեր ջան, այ բոլորիդ եմ ասում։ Ես դե հիմա մնալու ենք այնքան ժամանակ, միջև ասենք մեր ունեցվածքը վաճառվի, կամ եթե չվաճառվի, եթե ուրիշ ինչ լի, մի կհասցնենք, թողենք գնանք, չենք հասցնի, մենք էլ մատաղացու կդառնանք, բայց մեր ապագա սերունդը Հայաստանում է, ժողովուրդ ջան, ապահով ձեռքերում, մի խոսքով այսքան բան, ժողովուրդ ջան, լավ եղեք, եթե ինչ որ հարցեր կլի, խնդրեմ Messenger-ս միշտ միացրած է, ստեղ էլի կարող է մեկ կապի հետ պրոբլեմ լինի, որովհետև նորից VPN-ով է, եկել եմ հին VPN-ս միացրի, այսօր աշխատեց, բարք Աստծո։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ եղեք, հլա որ լավ է, անհանգստանալու այսօրվա դրությամբ նենց բան չկա, բայց մի անգամ էլ եմ խնդրում, տարիքով ժողովուրդ ջան, ձեր երեխաներին, մեր երիտասարդ սերունդին տարեք Հայաստան։ Թող այդ երիտասարդ սերունդը լինի Հայաստանում և զարգացնեն Հայաստանը, երիտասարդ սերունդը։ Հայաստանը բան չանենք, են ինչ են ասում, մեկ գրողնիկ է, ասում են Հայաստանը ձեր համար գերեզմանոց չի։ Ենով որ մեծացել է թող չփախնի գնա Հայաստան, իմանա գնամ ընդեմ երնեմ, չէ, ժողովուրդ ջան, երիտասարդ սերունդին ուղարկեք Հայաստան, որովհետև նրանց ուղեղները լավ աշխատում, ուղեղները դեռ պայծառ է, թող զարգացնեն Հայաստանը, այդքան բան։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, դուխով մնացեք միշտ։ Բոլորս Նիկոլ Փաշինյանի կողքին ենք։ Ես կրկնում եմ, ես կողքին եմ Նիկոլ Փաշինյանի, միայն և միայն, ուրիշների հետ, ուրիշների համար ես պատասխանատու չեմ, իմ ասած խոսքերի համար, ընդե կլինեն ես իմ ՔՊԱ-ականներ, ինչական ուզում ա լինել, ես միայն Նիկոլ Փաշինյանի կողքն եմ, վերջ, ես նրա քաղաքականության ընտրողն եմ, ես հավանում եմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, մաքուր հայկականա, ինչ անում է, լրիվ անում է,
Հայաստանի շահի համար, միայն Հայաստանի շահի համար, այդ մարդու արած բոլոր գործերը։ Մի բան էլ շատ դուր եկավ, ես թեմա ունեմ, չէ դրած հիշում եք, չէ որ ասել եմ, Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլը ոչ մեկը չգիտի, նույնիսկ ես չգիտեմ, որ ծնված օրից ճանաչում եմ, նրա երկրորդ քայլը, այ որ Հայաստանի ամենակարևոր պաշտոններից մեկը, որ Ալեն Սիմոնյանին նշանակեց, ամենագլխավոր պաշտոններից մեկը դա է, Հայաստանի արտաքին անվտանգության հարցերը այսօր լրիվ լինելու է Ալեն Սիմոնյանի ձեռքին, ոնց ասած։ Ատա իրականում դե ես մի քանի անգամ ասել եմ, որ Ալեն Սիմոնյանը Նիկոլից շատ ժոստկի է։ Նիկոլը փափուկ է։ Ալեն Սիմոնյանին տուր իշխանություն, նա Նիկոլի նման չի լինելու։ Նա միանգամից կլուծի բոլորի հարցը, բայց դե այսօր Ալեն Սիմոնյանին մարդի իմ ընկերներից միշտ ասում են, վայ, Ալեն Սիմոնյանին էս ինչ արավ, փուրը տվավ Նիկոլը, ինչա, դե բաները ասում էին, ինչա, ընդդիմադիրները ասում էին, Ալեն Սիմոնյանին փուրը տվավ, սենց արավ, ոչ ոք չէր սպասում, որովհետև դա տենց է, նրա քաղաքականության երկրորդ քայլը ոչ մեկը չգիտի, ամենակարևորը գիտեք որն է, որ այս ղեկավարը, այս ղեկավարությունը սրանք գաղտնիք կարողանում են պահել, կարողանում են, ընդդիմ երկու բիձակար գաղտնիք չէին կարողանում պահել, նրանց ենա հանեցին ռադարին են, Ասլանյանն ու Աղազարյանը, այդ երկու հին կոմունիստը, բայց այն մնացածները իրականում գաղտնիք կարողանում են պահեն, ես դա այս 8 տարվա մեջ ես զգացել եմ, դա կառավարության մեջ շատ կարևոր բան է, շատ, որ կարողանում են գաղտնիք պահեն, դες բաներ, մի խոսքով, լավ մնացեք ժողովուրդ ջան, բոլորիդ լավ օր ուրախ օր եմ ցանկանում, սաղդ էլ լավ լինեք, ամեն բարդություն էլ կանցնենք, կարևորը որ մենք անվտանգ երկիր ունենանք եւ վերջ, ամեն ինչ լավ է լինելու, հերթով կարգով, ես այսօր լսել եմ, որ Գազպրոմն էլ է պետականացվելու, սրա մասին լավ բան չեմ ասում, այլ ալիքներով եմ լսել, չեմ ասում ինչ ալիքներով, բայց Գազպրոմն էլ է շուտով պետականացվելու, հեցի նման, լավ մնացեք ժողովուրդ ջան, առողջություն բոլորիդ։